79 թվականի ամռանը Սվերդլովսկի մարզի հյուսիսում Իվդել շրջկենտրոնում խեղտող ու փոշոտ տապ էր տիրում։ Ասֆալտը հալվում էր, ճանճերը զարկվում էին միլիցիայի բաժանմունքի ապակիներին, իսկ հերթապահ սերժանտ Պետրովը ծուլորեն լրացնում էր պատահարների մատյանը, երազելով սառը կվասի մասին։ Դուռը ճռռաց։ Պետրովը առանց գլուխը բարձրացնելու փնթփնթաց. «Սպասեք, զբաղված եմ»։ Բայց ներս մտնողը չսպասեց։ Նա քայլեց դեպի սեղանը և նրա հետ միասին սենյակ ներխուժեց մի ծանր թանձր հոտ, խոնավ հողի, փտած տերևների, գազանի մորթու և ծակոտիների մեջ ներծծված հնամենի փոշու հոտ։ Պետրովը բարձրացրեց աչքերը և սարսռաց։ Նրա առջև կանգնած էր մի էակ, ոչ թե մարդ, այլ անտառի ոգի։ Գոտկատեհին հասնող մորուքը խճճված էր, ալեհեր, նրա մեջ չոր ճյուղեր ու փշատերևներ էին մնացել։ Դեմքը մուգ էր, քամիներից ու սառնամանիքներից դաբաղված, ծածկված խորը կնճիռներով, որոնք նման էին ծեր ծառի կեղևի ճաքերին։ Նա հագել էր աներևակայելի ցնցոտիներ, որոնք թվում էր հիշում էին դեռ Ստալինի մահը։ Տաբատը կարված էր պարքացուից, ոտքերին լոսի մորթուց ինքնաշեն տրեխներ էին։ Էակը սեղանին դրեց ժանգոտ մի կողմից սրված մի երկաթ, կամ դանակ, կամ քերիչ։ Ձեռքը սարսափելի էր, հոդավոր, սև ու կոտրտված եղունգներով, նման ծառի արմատի։ «Ես Վիկտոր Կովալն եմ», ճռռացրեց էակը մի ձայնով, որը թվում էր մոռացել է մարդկային խոսքի հնչողությունը։ Հնչյունները կոկորդից դուրս էին պոկվում դժվարությամբ, քերծելով օդը։ Փախուստի դիմաց կալանավոր, 58-րդ հոդված, կետ 10։ «Ես մահացել եմ 18 տարի առաջ, եկել եմ հարություն առնելու»։ Սերժանտ Պետրովը, երիտասարդ տղա, կոմերիտական, միայն աչքերն էր թարթում։ Ինչ կալանավոր, ինչ 58-րդ, այդ հոդվածը վաղուց հանել էին, մարդկանց արդարացրել։ Նա ձգվեց դեպի հեռախոսը, որպեսզի կարգախումբ կամ հոգեբուժական բրիգադ կանչի, բայց ծերունու հայացքը կանգնեցրեց նրան։ Աչքերը, դրանցում խելագարություն չկար։ Դրանցում կար այնպիսի սառցե, հանգիստ, ոչ մարդկային հոգնածություն, որ սերժանտի մեջքով սառը դող անցավ։ Բաժնի պետը մայոր Սինիցինը, հին ծառայող, որը դեռ հիշում էր Իվդելլագի ժամանակները, եկավ 5 րոպե անց։ Նա երկար նայեց Վիկտորին, հետո չհրկիզվող պահարանից հանեց հետախուզական գործ համար 4009 մակագրությամբ հին դեղնած թղթապանակը, փչեց փոշին, բացեց։ Առաջինը ջին լուսանկար էր, մազափունջով երիտասարդ, համարձակ տղա, հայացքը խայթող, չար։ Կովալ Վիկտոր Անդրեևիչ, ծնված 1927 թվականին, դատապարտվել է 1950 թվականին 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Փախուստը կատարվել է 1955 թվականի հոկտեմբերի 14-ին, ենթադրաբար զոհվել է լովա գետանցման ժամանակ, մարմինը չի գտնվել։ Գործը փակվել է 1957 թվականին վաղեմության ժամկետի և հետախուզվողի հավանական մահվան պատճառով։ Մայորը հայացքը լուսանկարից տեղափոխեց ծերունու վրա։ «Դու ես», հարցրեց նա ցածրաձայն։ Ծերունին գլխով արեց։ «Ես եմ, քաղաքացի պետ»։ Միայն թե նկարի տղան մահացավ, գայլերը նրան կերան, իսկ ես մնացի։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես 28-ամյա երիտասարդը վերածվեց այս անտառի ոգու, ինչպես նա ողջ մնաց այնտեղ, որտեղ արջերը չէին դիմանում, և ինչու էր նա 18 տարի թաքնվում մի աշխարհից, որը նրա մասին վաղուց մոռացել էր, մենք պետք է վերադառնանք հետ։ Այն նույն 55-ի հոկտեմբերը Իվդելլագ կոչվող անիծյալ վայրը։ Դա անտառահատման կայսրություն էր։ Հազարավոր կալանավորներ, կիլոմետրերով փշալարեր, գնդացիրներով աշտարակներ և շուրջ բոլորը անծայրածիր, անողող տայգա։ Վիկտոր Կովալն այստեղ էր ընկել ոչ թե մաքուր քաղաքականության համար։ Նա սովորական բանվոր էր, վարորդ։ Ընկերոջ հարսանիքին ինքնաթոր օղուց հարբած բախվել էր տեղի կուսկազմակերպիչի հետ։ Խոսքից խոսք, բռունցքով դեմքին։ Կուսկազմակերպիչը մատնագիր էր գրել։ Թե իբր Կովալը հակախորհրդային կարգախոսներ է գոռացել և սպառնացել իշխանության ներկայացուցիչին։ Տվեցին 10 տարի։ Ստանդարտ ժամկետ այն ժամանակների համար։ Ճամփարում Վիկտորը արագ հասկացավ ինքը ապրող չէ։ Տուբերկուլյոզն աննկատ մոտեցավ։ Սկզբում հազ, հետո արյուն թաշկինակի վրա, հետո այնպիսի թուլություն, որ կացինը ձեռքից ընկնում էր։ Իսկ արտադրանքի նորման անտառի խորանարդ մետրերն էին։ Նորման չես տալիս, կրճատում են չափաբաժինը։ Կրճատում են չափաբաժինը, էլ ավելի ես թուլանում։ Փակ շրջան, որը տանում է դեպի համարակալված գերեզման։ 55-ի հոկտեմբերին Վիկտորը 50 կիլոգրամ էր կշռում 1 մետր 80 սանտիմետր հասակի դեպքում։ Նա քայլող կմախք էր։
Սանմասում բուժակը, որը նույնպես կալանավոր էր, ուղիղ ասաց նրան. «Վիտյա, պատրաստվիր, ձմեռը դու չես հաղթահարի, թոքերդ կփտեն»։ Եվ այն ժամանակ Վիկտորը որոշեց. ավելի լավ է սատկել անտառում ազատության մեջ, քան նարերի վրա գարշահոտության ու կեղտի մեջ։ Դա փրկության ծրագիր չէր, դա ինքնասպանության ծրագիր էր, հպարտ, հուսահատ ինքնասպանության։ Նա ընտրեց այն օրը, երբ իրենց բրիգադին քշեցին հեռավոր անտառահատված։ Պահպանությունն ազատ էր զգում։ Պատերազմը 10 տարի առաջ էր ավարտվել, Ստալինը մահացել էր, Բերիան գնդակահարվել, ռեժիմը մի փոքր թուլացել էր, բայց Գուլագում մի փոքրը միևնույն է դժոխք էր։ Թաց ձյուն էր տեղում անձրևի հետ, տեսանելիությունը 10 մետր։ Պահակախումբը կծկվել էր խարույկի մոտ, ծխում էին, պատմություններ պատմում։ Թրջված ու սառած շները ննջում էին։ Վիկտորը հարմարեցրեց պահը, երբ քամու պորտկումը պահակների դեմքին շպրտեց մի բուր սառցե հատիկներ և պոկվեց տեղից։ Չէր վազում, գլորվում էր, ամբողջ թափով, թփերի մեջ, սառցե խյուսի մեջ։ «Կանգնիր, կկրակեմ», ճիչը հնչեց, երբ նա արդեն անտառի խորքերում էր։ Կրակոցներ հնչեցին, բայց գնդակները կտրում էին գլխավերևի ճումերը։ Նա վազում էր չզգալով ոտքերը, չզգալով թոքերը, որոնք կրակով էին այրվում։ Նա վազում էր ընդառաջ մահվան։ Հետապնդումը արագ կազմակերպեցին, շներին բաց թողեցին։ Վիկտորը լսում էր նրանց հաչոցը, նա գիտեր, որ շները հետքի վրա դուրս կգան։ Նա ուներ միայն մեկ շանս, Լովա գետը հոկտեմբերին հեղուկ սառույցի հոսք է։ Ջրի ջերմաստիճանը 3 աստիճան։ Մարդն այդպիսի ջրում ապրում է 5 րոպե։ Վիկտորը թափավազքով ցատկեց ջուրը, հոսանքը վերցրեց նրան, պտտեց, քաշեց ներքև։ Ցրտից մարմինն ակնթարթորեն փայտացավ, ասես երկաթե օղակի մեջ։ Նա փորձում էր թիավարել, բայց ձեռքերը չէին ենթարկվում։ Նա ջուր կուլ տվեց, սկսեց խեղդվել։ Գիտակցությունը հեռանում էր։ Ահա եւ վերջ, մտածեց նա։ Լավ մահ է, մաքուր։ Բայց գետն այլ կերպ որոշեց։ Այն չսպանեց նրան, այլ դուրս շպրտեց, խփեց ծարարմատին, քարշ տվեց քարերի վրայով և նետեց ավազե ափին, հոսանքնիվար 5 կիլոմետր հեռու։ Այն ափին, որտեղ ճամբար չկար, մարդիկ չկային, կար միայն տայգան, անվերջ, խուլ, անտարբեր տայգան։ Նա պառկած էր ավազին, հազում էր ջրով ու արյամբ և նայում մոխրագույն երկնքին։ Նա ազատ էր, և նա դատապարտված էր, չուներ լուցկի, չուներ դանակ, չուներ ուտելիք։ Հագուստը, թաց ճամբարային բուշլատը, վերածվում էր սառցե զրահի, բայց նա վեր կացավ, կյանքի բնազդը, այն նույն հնագույն, գազանային բնազդը, որը նստած է մեզամից յուրաքանչյուրի մեջ, ստիպեց նրան բարձրանալ։ Նա գնաց, ուր, նա չգիտեր, պարզապես քայլում էր, որպեսի չսառչի, որպեսի չընկնի։ Քայլում էր դեպի հյուսիս, դեպի տայգայի խորքը, հեռու մարդկանցից, հեռու շներից, հեռու իր անցյալ կյանքից։ Նա դեռ չգիտեր, որ իր ճանապարհը նոր է սկսվում, և որ այդ ճանապարհը նրան կտանի ոչ թե դեպի մահ, այլ դեպի կյանք, որը սարսափելի կլինի ցանկացած մահից։ Տայգայում անցկացրած առաջին 3 շաբաթները Վիկտորը հիշում էր որպես մեկ համատարած մշուշոտ մղձավանջ։ Նա դադարել էր մարդ լինելուց, նա դարձել էր գազան, հալածված, հիվանդ, սոված գազան։ Ուտում էր այն ամենը, ինչ կարողանում էր գտնել։ Ծամում էր սոճու կեղև, որից ծնոտները ցավում էին, և ստամոքսը ոլորում էր։ Ձյան տակից հանում էր հապալասի սառած հատապտուղներ։ Մի անգամ նրա բախտը բերեց։ Նա գտավ դաշտամկան բույն, մերկ ձեռքերով քանդեց այն, եղունգները մինչև արյուն պատռելով, և կերավ կենդանու պաշարները, մի բուր հացահատիկ և չոր արմատներ։ Բուն մկանը նույնպես կերավ, հում, մորթիով ու ոսկորներով։ Դա զզվելի էր, բայց դա սպիտակուց էր։ Դա նրան ուժ տվեց ևս մեկ օր ապրելու։ Գիշերում էր փոսերի մեջ, իր վրա եղևնու ճյուղեր ու ձյուն լցնելով, ինչպես արջը որջում։ Ձյունը տաքացնում էր, ձյան տակ ջերմաստիճանը 0-ից ցածր չէր իջնում, իսկ դրսում ճտճտում էին սառնամանիքները, բայց ցուրտը թափանցում էր ներս։ Ոտքի մատները սևացել էին և դադարել ծալվելուց։ Գանգրենա։ Նա գիտեր, թե դա ինչ է, տեսել էր ճամբարում, սկզբում սևություն, հետո թարախ, հետո նեղման քաղցրավուն հոտ, իսկ հետո մահ արյան վարակումից։ Նրան տանջում էին հալյուցինացիաները։ Տուբերկուլյոզը, սովն ու ցուրտը անում էին իրենց գործը։ Նրան թվում էր, թե քայլում է հարազատ քաղաքով, թե մայրը կանչում է ճաշելու։ Նա լսում էր բորշչի հոտը, տեսնում ափսեից բարձրացող գոլորշին։ Նա ձեռքերը մեկնում էր այդ պատրանքին, մի քայլ էր անում և դեմքով ընկնում ձնակույտի մեջ։ Վեր էր կենում, թքում ձյունը և շարունակում ճանապարհը, թե ինչու արդեն չէր հասկանում։ Պարզապես մարմինը հրաժարվում էր մահանալ։
Մի օր, երբ արդեն գրեթե կորցրել էր ժամանակի հաշիվը, նա հանդիպեց մի հետքի, տարօրինակ հետք, ոչ գազանային, այլ մարդկային, բայց հին, ձյունով ծածկված։ Դահուկ ուղի էր, որսորդական լայն դահուկ ուղի, ինչ-որ մեկն անցել էր այստեղով մի քանի օր առաջ, որսորդ, մանսի, երկրաբան։ Վիկտորը վերջին ուժերով սողաց այդ հետքով։ Նա սողում էր, ձյան վրա թողնելով արյունո տակոս։ Հետքը նրան դուրս բերեց մի բացատ։ Բացատում կանգնած էին 5 խրճիթ, մոխրագույն, ծռմռված, հողի մեջ խրված, ծխնելույզներից ցուխ էր բարձրանում, քաղցր կեչու հոտ ունեցող ցուխ։ Վիկտորը պառկած էր անտառի եզրին և նայում էր այդ հրաշքին։ Գյուղ խուլ տայգայում, որտեղ 100 կիլոմետր շառավղով ոչ մի շունչ չկա։ Ովքեր են ապրում այստեղ։ Փախստականներ, հին հավատացյալներ, թե սա էլ է հալյուցինացիա։ Նա դիտեց 1 ժամ, 2, 3։ Նա տեսավ, թե ինչպես խրճիթից դուրս եկավ գլխաշորով մի կին, թափեց լվացուկը։ Տեսավ, թե ինչպես մեկ այլ ավելի երիտասարդ կին փայտի կապոց էր քաշ տալիս։ Տեսավ մի պարավի, որը ձեռնափայտով կաղում էր։ Եվ ոչ մի տղամարդ։ Ոչ ձայն, ոչ հազ, ոչ էլ մախորկայի հոտ։ Միայն կանայք։ Սովը ստամոքսն այնպես էր ոլորում, որ աչքերը մտնեցին։ Կորցրելու ոչինչ չկար։ Եթե սա ցնորք է, նա կմեռնի ձյան վրա։ Եթե մարդիկ են, Գուցե չսպանեն, գուցե հաց տան։ Վիկտորը կամքի մնացորդները հավաքեց բռունցքի մեջ, վեր կացավ և հարբածի պես օրորվելով քայլեց դեպի ծայրի խրճիթը։ Նա չհասավ սանդուղքին մոտ 5 մետր։ Ոտքերը ծալվեցին և նա փլվեց ձնակույտի մեջ։ Վերջին բանը, որ հիշեց, բացվող դռան ճառինչն էր, կնոջ ճիչը և հոտը, տաք կացարանի, հացի ու կաթի հոտը։ Հետո խավարն էր։ Ուշքի եկավ տաքության մեջ։ Քթին խփեց չորացած խոտաբույսերի, բորբոսի ու մկների հոտը։ Նա պառկած էր ինչ-որ ցամքարի վրա, ծածկված հին մուշտակով։ Գլխավերևում տախտակե առաստաղ էր։ Ճեղքերից թույլ լույս էր թափանցում։ Նկուղ։ Նա նկուղում էր։ Վիկտորը փորձեց շարժվել, բայց մարմինը չէր ենթարկվում։ Ոտքերը կրակով էին այրվում։ Նա տնքաց։ Անմիջապես գլխավերևում ճռռացին հատակի տախտակները, բացվեց դռնակը և նրան նայեց մի դեմք։ Պառավի դեմք, ամբողջովին կնճռոտ, ինչպես եփած խնձորը։ Աչքերը գունաթափված, բայց պիրկ, խելացի։ Տատիկ Աքսինյան, հին հավատացյալ, բուսաբույժ, այս խրճիթի տիրուհին, համայնքի գլխավորը։ Ուշքի եկար ցավագար, հարցրեց նա։ Ձայնը ճռռացող էր, ինչպես ծեր ծառը։ Պառկիր, մի շարժվիր, մենք քեզ մի փոքր կարգի բերեցինք։ Ոտքերդ, վատ են ոտքերդ, ստիպված էինք կտրել մատները։ Վիկտորը նայեց իր ոտքերին։ Դրանք փաթաթված էին լաթերով, ներծծված ինչ-որ հոտավետ բանով, ձյութով, խեժով։ Նա չէր զգում մատները, դրանք չկային, բայց ինքը ողջ էր։ Տատիկի կողքին հայտնվեցին ևս 2 դեմք, երիտասարդ։ Մեկը Վարյան, մոտ 30 տարեկան, խիստ ու գեղեցիկ դեմքով։ Մյուսը Գալյան, բոլորովին աղջնակ, քիթը վեր ծծած, վախեցած աչքերով։ Նրանք նայում էին նրան հետաքրքրությամբ ու վախով, ինչպես մի տարօրինակ գազանի, որին բռնել են անտառում։ «Ո՞վ ես դու», հարցրեց Վարյան։ «Կալանավոր, փախստական»։ Վիկտորը գլխով արեց։ Ստելու ուժ չկար և իմաստ էլ չուներ։ Նրանք առանց այն էլ ամեն ինչ տեսնում էին՝ ճամբարային տաբատը, խուզած գլուխը, դաջվածքը ձեռքին։ «Ինչ եք անելու ինձ հետ», խռռփացրեց նա, «հանձնելով եք»։ Կանայք իրար նայեցին, սկսվեց խորհուրդը, հենց նրա գլխավերևում, դռնակի մոտ։ Վիկտորը լսում էր շունչը պահած։ Դա դատավարություն էր, դատ նրա կյանքի վրա։ «Պետք է հանձնել», հեծկլ տալով ասում էր Գալյան, «միլիցիան կիմանա»։ բոլորիս կնստեցնեն, կասեն, թաքցնում էինք, մեղսակիցներ։ Ում հանձնենք հիմար, շշնջաց Վարյան։ Տեղամասային տեսուչը մեզ ոտ տարին մեկ է գալիս, մորթիների ու ինքնաթոր օղու հետևից։ Հիմա ձմեռ է, ճանապարհ չկա։ Շրջկենտրոն քարշ տալիս նա կսատկի ճանապարհին։ Իսկ եթե ոստիկանները գան այստեղ, կսկսեն խուզարկել, ամեն ինչ կգտնեն, չէ որ մենք չհաշվառված կով ունենք, հարկեր չենք վճարում, թռչնի իրավունքներով ենք ապրում, մեզ աշխարհով մեկ կանեն։ Իսկ մեղքը հոգուն վերցնե, միջամտեց տատիկ Աքսինյան։ Մարդը, չէ որ, կենթանի հոգի է, Աստված է նրան մեզ մոտ բերել, անտառում ողջ է մնացել, ուրեմն Աստծուն հաճելի է, մենք չէ որ պիտի նրան սպանենք։ Նրանք երկար վիճեցին։ Վիկտորը պառկած լսում էր, թե ինչպես են 3 կանայք որոշում՝ ապրի ինքը, թե մեռնի։
Դա սարսափելի էր ու նվաստացուցիչ։ Նա տղամարդ, ճակատային, թեկուս կարգին չէր կռվել, տարիքով չէր հասցրել, բայց ուսումնական զորամասում եղել էր, պարկած էր որպես մսի անօգնական կտոր, իսկ նրա ճակատագիրը վճռում էին կանայք։ Ի վերջո որոշումը կայացրեց տատիկ Աքսինյան։ Նա ձեռնափայտով խփեց հատակին. «Սուս, հերիք է շատախոսեք, թող ապրի, մինչև ոտքի կանգնի, հետո կերևա»։ Տնտեսությունում տեղամարդ է պետք, տանիքը կաթում է, փայտ ջարդող չկա, ցանկապատը ընկել է, կլինի մեզ մշակի փոխարեն, բայց պայմանով, քիթը գոմից դուրս չհանի, կապրի այծերի հետ, ցերեկը կնստի լուռ ինչպես մուկը, կաշխատի գիշերը, եթե օտալ մարդ գա, կթաքնվի, իսկ եթե իմանան նրա մասին, մենք առաջինը նրան կվերացնենք, հասկացար փահստական։ Նա նայեց ներքև, դռնակի մեջ, Վիկտորը գլխով արեց, հասկացա տատիկ, շնորհակալություն։ Այսպես սկսվեց նրան նոր կյանքը, անտեսանելի մարդու, ուրվականի կյանքը։ Նրան տեղափոխեցին խրճիթին կից գոմը։ Գոմը տաք էր, այնտեղ էր կանգնած կովը, այն նույն չհաշվառվածը և այծերը։ Վիկտորի համար անկյուն առանձնացրին, խոտ լցրին, տվեցին հին մուշտակ և տղամարդու թաղիքե կոշիկներ, որտեղից նրանց հայտնի չէ։ Կերակրում էին մնացորդներով, այն ամենով, ինչ իրենք չէին կերել, կամ ինչը նախատեսված էր խոզերի համար, հացի չորուքներ, կարտոֆիլի կեղևներ, թթված կաթ, բայց Վիկտորի համար դա թագավորական կերակուր էր։ Ջամբարային լափից և սոճու կեղևից հետո խնջույք։ Տատիկ Աքսինյան բուժում էր նրա ոտքերը, քսում էր խոտաբույսերից, արջի ճարպից և մումիոյից պատրաստված քսուկներ, շշնջում էր թուղթուգիր և հրաշք տեղի ունեցավ։ Գանգրենան նահանջեց, վերքերը լավացան։ Ճիշտ է, նա այժմ կարող էր քայլել միայն դժվարությամբ, կաղալով, հենվելով փայտին, բայց նա քայլում էր։ Նա ընտելանում էր իր նոր կարգավիճակին, ընտանիք կենդանու, օգտակար անասունի կարգավիճակին։ Ցերեկը նստում էր իր անկյունում կիսախավարի մեջ, լսելով գյուղի ձայները, ձյան ճռճռոցը, այծերի մկոցը, կանանց ձայները։ Նա վախենում էր փռշտալ, հազալ, վախենում էր, որ իրեն կլսեն։ Գիշերը, երբ գյուղը քնում էր, նա դուրս էր գալիս աշխատանքի, նորոգում էր գույքը, զամբյուղներ էր հյուսում, կարկատում էր թաղիքե կոշիկները։ Կանայք նրան աշխատանք էին բերում և տանում պատրաստին, խոսում էին նրա հետ քիչ, միայն գործի մասին։ Ահա, վերցրու, նորոգիր լծասարքը, փայտ ջարդիր, միայն թե լուռ։ Նա նրանց համար գործիք էր, առանց անվան, առանց կենսագրության, առանց հոգու, պարզապես ինքը։ Էй, դու։ Վիկտորը չէր նեղանում, նա հասկանում էր, դա կյանքի գինն է, վճար այն բանի համար, որ իրեն չհանձնեցին, չսպանեցին, դուրս չարեցին սառնամանիքին։ Նա ընդունեց խաղի այդ կանոնները, նա ջնջեց իրեն, դարձավ գործառույթ։ 1956 թվականի ձմեռը ձնարատ էր, ձյունը ծածկել էր մինչև տանիքները, Տիխիկ լյուշ գյուղը ծածկվել էր ձյունով, այնպես, որ այն վերածվել էր որջերի և թունելների համակարգի։ Վիկտորն աշխատում էր իր գոմում ճրագի լույսի տակ, նա սովորել էր անել ամեն ինչ, կոշիկ նորոգել, ուռենու ջուղերից զամբյուղներ հյուսել, նույնիսկ փայտից գդալներ փորագրել։ Ձեռքերը հիշել էին գյուղացիական հմտությունները, նա դարձել էր անփոխարինելի։ Կանայք հասկացան, թե ինչ օգուտ են ստացել, անվճար, իրավազուրկ աշխատող, որը կատարում է տղամարդու գործ, որի համար նախկինում ստիպված էին երակի վճարել կամ նվաստանալ հարևան գյուղերի տղամարդկանց առջև։ Նրանք սկսեցին նրան ավելի լավ հագուստ բերել, հին սվիտերներ, որոնք մնացել էին ամուսիններից։ Կերակուրն ավելի սննդարար դարձավ։ Երբեմն նրան բաժին էր հասնում մսի կտոր կամ միաման տաք ապուր։ Բայց նա միևնույնն է մնում էր անտեսանելի։ Ցերեկը, երբ արևը շողում էր գոմի ճեղքերից, նա պառկում էր խոտի վրա և նայում լույսի շողերի մեջ պարող փոշեհատիկներին։ Նա մտածում էր իր անցյալ կյանքի մասին, մոր մասին, որը մնացել էր քաղաքում, ընկերների մասին, այն հիմար կռվի մասին, որի պատճառով ամեն ինչ գրողի ծոցը գնաց։ Նա հասկանում էր, որ ողջ աշխարհի համար ինքը մեռած է, ինքը չկա, իրեն գայլերն են կերել, և դա ազատության տարօրինակ զգացում էր տալիս։ Ազատություն, պարտավորություններից, օրենքներից, պետությունից, բայց դա նաև բանտ էր, առանց պատերի բանտ, բայց ավելի հուսալի, քան ցանկացած խուց։ Վախի բանտ, հայտնաբերվելու վախի, վտարվելու վախի։ 57 թվականի գարնանը, երբ ձյունը հալվեց և ծաղկեց թխենին, գյուղի օդը փոխվեց, դարձավ թանձր, արբեցնող, բնությունն արթնանում էր, և նրա հետ արթնանում էին բնազդները։ Վարյան, այրին, ում ամուսինը զոհվել էր ռազմաճակատում 43-ին, սկսեց ավելի հաճախ մտնել գոմ։ Ոչ միայն ուտելիք բերելու կամ գործը վերցնելու համար։ Նա ուշանում էր, կանգնում դռան մոտ, տրորում գոգնոցի ծայրը, նայում Վիկտորին երկար, տարօրինակ հայացքով։ Այդ հայացքի մեջ ոչ խճահարություն կար, ոչ տիրոջ խստություն, դրա մեջ կար քաղց, կանացի, այրիական քաղց։
Վիկտորը դա զգում էր մաշկով, նա տեսնում էր, թե ինչպես է բարձրանում նրա կուրծքը չթեզ գեստի տակ, ինչպես են փայլում աչքերը կիսախավարում։ Նա եկավ նրա մոտ գիշերը, մայիսին, լուր բացեց դուռը, սահեց ներս ստվերի պես։ Նրանից բաղնիքի, օճառի և անարատ կաթի հոտ էր գալիս։ Նա մոտեցավ նրա անկողնուն, նստեց ծայրին, լռեց։ Վիկտորը նույնպես լռում էր, նա վախենում էր շարժվել, վախենում էր խրտվեցնել այդ պահը, որը նրան երազ էր թվում։ Վարյան մեկնեց ձեռքը, դիպավ նրա ուսին, ձեռքը տաք էր դողացող։ «Վիտյա», շշնջաց նա, «ցուրտ է ինձ, մենակ ցուրտ է», և պառկեց նրա մոտ մուշտակի տակ խոտի վրա։ Դա սեր չէր գրքային իմաստով, դա պայթյուն էր, մարմնի պայթյուն, որը սոված էր քնքշանքի, ջերմության, կյանքի։ Նրանք սիրում էին միմյանց ագահորեն, կատաղի, առանց խոսքերի, առանց նախաբանի, ինչպես գազաններ, ինչպես վերջին մարդիկ երկրի վրա։ Վիկտորի համար դա հարություն էր, նա կրկին իրեն տղամարդ զգաց։ Ոչ կալանավոր, ոչ ստրուկ, ոչ հաշմանդամ, տղամարդ։ Այդ գիշերվանից Վարյան սկսեց կանոնավոր գալ։ Նա նրան ավելի լավ կերակուր էր բերում, լվանում էր իրերը, նույնիսկ ինքը կտրեց նրա մազերը ոչխար խուզելու մկրատով։ Նա դարձավ նրա կինը, գաղտնի, գիշերային կինը։ Իսկ մեկ ամիս անց եկավ Գալյան, երիտասարդ, չամուսնացած, ով ընդհանրապես չգիտեր տղամարդու քնքշանքը։ Նա տեսած փոփոխությունները Վարյայի մեջ, այն փայլը աչքերում, այն փափկությունը շարժումներում, որը չես թաքցնի, և հասկացավ. կանացի ինտուիցիա։ Նա եկավ Վիկտորի մոտ ցերեկը, երբ տատիկ Աքսինյան գնացել էր անտառ խոտաբույսերի հետևից։ Պարզապես մտավ գոմ, փակեց դուռը նիգով և սկսեց հանվել։ Լուռ, գործնական, մարտահրավերով։ Վիկտորը շփոթվեց. «Գալյա, ինչ ես անում, Վարյան կիմանա»։ «Թող իմանա», կտրուկ ասաց Գալյան։ «Նա ինչ է, գնել է քեզ, դու ընդհանուր ես, դու մերն ես, ես էլ եմ ուզում, ես էլ եմ կենդանի»։ Եվ նա չկարողացավ մերժել, իրավունք չուներ։ Նա կախված էր նրանցից երկուսից էլ, բոլոր երեքից էլ։ Այսպես սկսվեց նրա կյանքը երկու տան վրա, ավելի ճիշտ մեկ գոմ և երկու կնոջ։ Դա տարօրինակ վայրի եռանկյունի էր։ Վարյան և Գալյան գիտեին միմյանց մասին, իհարկե գիտեին։ Գյուղը ակվարիում է, բայց նրանք չէին վիճում, խանդի տեսարաններ չէին սարքում։ Նրանք կնքեցին լուռ դաշինք, գույքի բաժանման դաշինք։ Գույքը Վիկտորն էր։ Նրանք բաժանեցին նրա գիշերները՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ Վարյան, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ՝ Գալյան։ Կիրակի, հանգստյան օր, բաղնիքի օր։ Դա ցինիկ էր հնչում, բայց աշխատում էր։ Դա փրկում էր նրանց մենակությունից, իսկ նրան մահից։ Վիկտորը դարձավ նրանց ընդհանուր գաղտնիքը, նրանց ընդհանուր խաղալիքը, նրանց ընդհանուր երջանկությունը։ 58 թվականին Վարյան լույս աշխարհ բերեց որդուն՝ Պետկայային։ 59-ին Գալյան լույս աշխարհ բերեց դստերը Մաշայային։ Պաշտոնապես երեխաները գրանցված էին որպես ապօրինի ծնվածներ։ Հայր սյունակում գծիկ էր դրված։ Գյուղում շշնջում էին. «Ման եկած են», շրջկենտրոն էին գնում, այնտեղ էլ գտել են։ Տատիկ Աքսինյան, ով ամեն ինչ գիտեր, բայց լռում էր պարտիզանի պես, հաստատում էր. ջահել բան է, պատահում է։ Կարևորը երեխաները առողջ են։ Վիկտորը տեսնում էր իր երեխաներին միայն գոմի ճեղքից։ Դա նրա ամենասարսափելի խոշտանգումն էր։ Նա լսում էր նրանց առաջին ճիչը, տեսնում էր, թե ինչպես են նրանք անում առաջին քայլերը բակում, լսում էր, թե ինչպես են նրանք սովորում խոսել. «Մամմա», «տատա»։ «Պապա» բառը նրանց բարապաշարում չկար։ Նա նայում էր Պետկային, ով նրա պատճենն էր, նույն աչքերը, նույն քիթը, նույն ականջները, և սիրտը պատռվում էր։ Նա ուզում էր դուրս վազել, գրկել որդուն, օդ նետել, գոռալ. «Ես քո հայրն եմ, ես այստեղ եմ»։ Բայց նա չէր կարող։ Նա ուրվական էր։ Եթե նա դուրս գար, եթե ճշմարտությունը բացահայտվեր, ամեն ինչ կփլուզվեր։ Նրանք կնստեցնեին. փախուստ, երգնություն, պորտաբուծություն, հոդվածների փունջ, կանանց կխայտառակեին, երեխաներին կհալածեին։ Նա պետք է լռեր, և նա լռում էր, կուլ էր տալիս արցունքները, կծում էր շրթունքները մինչև արյուն, բայց լռում էր։ Նա փորագրում էր նրանց համար խաղալիքներ փայտից, ձիուկներ, սուլիչներ, տիկնիկներ։ Կանայք փոխանցում էին այդ նվերները երեխաներին, ասելով. «Սա անտառի պապիկից է, նա բարի է, նա անտառում է ապրում, նվերներ է բերում»։ Երեխաները հավատում էին, նրանց համար անտառի պապիկը հեքիաթային կերպար էր, իսկ Վիկտորը կողքին էր, գոմի բարակ պատի հետևում, կենդանի, տաք, սիրող հայր, որը գոյություն չուներ։ Անցնում էին տարիները, 60-ականները։ Երկիրը կոմունիզմ էր կառուցում, տիեզերք էր թռչում։ Գագարինն ասաց. «Գնացինք»։
Խրուշչովը կոշիկով թակում էր մակում, իսկ Տիխիկլյուչ գյուղում ժամանակը կանգ էր առել։ Այստեղ ապրում էին 10-րդ դարի օրենքներով, բնատնտեսություն, ջահեր, ինքնաեռներ, եւ Վիկտոր Կովալը մարդ անտեսանելի, մարդ առասպել։ Նա ծերացավ, մորուքը դարձավ բոլորովին սպիտակ, կնճիռները խորացան, մեջքը կորացավ մշտական աշխատանքից եւ նրանից, որ սովորել էր քայլել կռացած թաքնվելով։ Բայց նա ողջ էր, եւ նա պետքական էր։ Պետքական լինելու այդ զգացումը նրան պահում էր ջրի երեսին։ 64 թվականի ամռանը նրանց փակ պահպանված աշխարհ ներխուժեց արտաքին վտանգը։ Հուլիսյան շոգ օրերից մեկին, երբ տապը կախված էր տայգայի վրա, իսկ պիծակները կծում էին մինչև արյուն, անտառի եզրին հայտնվեցին մարդիկ։ 3 հոգի ուսապարկերով, հողմակայուն բաճկոններով, կիթառը մեջքին։ Երկրաբաններ, ուսանող պրակտիկանտներ Սվերդլովսկից։ Նրանք քայլում էին քարտեզով, մանգանի հանքաքարի ելքեր էին փնտրում, բայց գտան Տիխիկլյուչը։ Նրանց համար դա էկզոտիկա էր, հին հավատացյալների լքված գյուղ, որի մասին ոչ ոք չգիտեր։ Նրանք մտան գյուղ, ուրախ, աղմկոտ, ինքնավստահ։ «Տանտերեր, կա ողջ մարդ, ջուր տվեք խմենք»։ Կանայք մահու չափ վախեցան։ Տատիկ Աքսինյան դուրս եկավ նրանց մոտ, հենվելով ձեռնափայտին, խիստ անբարյացակամ։ «Ինչ է պետք, գնացեք ձեր ճամփով, մենք ոչինչ չունենք»։ Բայց ուսանողները համառ էին, նրանց հետաքրքիր էր, ազգագրություն, բանահյուսություն։ Նրանք վրան խփեցին գյուղի ծայրին, գետի մոտ, հանեցին պահածոները, սպիրտը, սկսեցին երգեր երգել խարույկի մոտ, «Իմ սիրևի անտառային արև»։ Վիկտորը նստած էր իր գոմում, շունչը պահած, նա լսում էր նրանց ձայները, ծիծաղը, կիթառի զնգոցը, եւ այդ ձայնը պատռում էր նրա հոգին, դա այն կյանքի ձայնն էր, որը նա կորցրել էր, երիտասարդություն, ազատություն, անհոգություն։ Նա ուզում էր դուրս գալ նրանց մոտ, ծխախոտ խնդրել, խոսել, բայց գիտեր չի կարելի, մահացու վտանգավոր է։ Երկրաբաններից մեկը, Սերգեյ անունով մի տղա, մանրախնդիր դուրս եկավ։ Նա քայլում էր գյուղով, լուսանկարում էր խրճիթները, ջրհորը, փորագրված լուսամուտի շրջանակները, եւ նա նկատեց մի տարօրինակություն։ Գոմի մոտ, որտեղ ապրում էր Վիկտորը, նա տեսավ հետքեր, տղամարդու կոշիկի թարմ հետքեր։ Կոշիկները հին էին, կիրզայից, ներբանի բնորոշ նախշով։ Այդպիսիները տալիս էին բանակում եւ ճամբարներում։ Սերգեյը զարմացավ. «Գյուղում միայն կանայք են, իսկ հետքերը տղամարդու»։ 43 համարի, հարցրեց նա Գալիային, իսկ ո՞վ է ձեզ մոտ քայլում, ինչ-որ տղամարդ։ Գալիան սպիտակեց կտավի պես։ Ոչ ոք չկա, դա ես եմ տղամարդու կոշիկներով, ծեխ է, չէ։ Սերգեյը նայեց նրա ոտքերին, փոքրիկ, կոկիկ, կրկնակոշիկներով, քմծիծաղ տվեց, չհավատաց։ Երեկոյան, երբ երկրաբանները նստած էին խարույկի մոտ, Սերգեյն ասաց ընկերներին. «Տարօրինակ տեղ է, տղամարդ են թաքցնում, գուցե փախստական է կամ դասալիկ պատերազմից»։ Պետք է տեղամասային տեսուչին ասել շրջկենտրոնում, երբ վերադառնանք։ Վիկտորը լսում էր այդ հոսակցությունը։ Գոմը հեռու չէր նրանց կայանատեղից, եւ քամին բերում էր բառերը։ Նրա վրա սառը քրտինք տվեց։ Եթե նրանք մատնեն, վերջ, կգա օպերատիվ խումբը, կսանրեն գյուղը, կգտնեն նրան եւ այն ժամանակ բանդ։ Իսկ կանանց հոդված թաքցնելու համար, երեխաներին մանկատուն։ Ամբողջ կյանքը, որ նրանք կառուցել էին 9 տարի, կփլուզվի մեկ ակնթարթում։ Գիշերը, երբ ուսանողները քնեցին, գոմ եկան կանայք։ Երեքն էլ՝ Աքսինյան, Վարյան, Գալիան։ Դեմքերը սարսափելի էին, վճռական։ Աքսինյայի ձեռքին այն նույն դանակն էր, որով Վիկտորը կաշի էր կտրում։ «Լսեցի՞լ», հարցրեց տատիկը։ Վիկտորը գլխով արեց. «Նրանք մեզ կհանձնեն, վաղը կգնան ու կհանձնեն։ Ինչ ենք անելու, Վիտյա»։ Վիկտորը լռում էր, նա հասկանում էր, թե ուր է տանում խոսքը, սպանել նրանց, 3 տղաներին, մորթել քնած ժամանակ, թաղել անտառում, իրերը այրել։ Տայգան մեծ է, ոչ ոք չի գտնի։ Արջը հոշոտել է, ճահճում խեղդվել են, քիչ բան է պատահում արշավի ժամանակ։ Դա ելք էր, սարսափելի, արյունոտ, բայց ելք։ Փրկություն նրանց համար, մահ նրանց։ «Ես չեմ կարող», ասաց Վիկտորը, «ես մարդասպան չեմ։ Ես գող եմ, փախստական, բայց ոչ հոգի հանող։ Նրանք ջահել տղաներ են, կյանքը նոր են սկսել»։ «Իսկ մենք», շշնջաց Վարյան, «մենք ապրել չենք ուզում, պետքանիմ, Մաշկան Գալինայի, նրանք ապրել չեն ուզում, դու նրանց մասին մտածեցի՞ս, եթե քեզ գտնեն, բոլորիս կաքսորեն»։ Նա լալիս էր, ցնցում նրա ուսերը։ Գալիան նույնպես լալիս էր։ Դա հիստերիա էր, հալածված գազանների հիստերիա, որոնք պատրաստ են կոկորտ կրծել հանուն իրենց ձագերի։ Վիկտորը նայում էր նրանց եւ չէր ճանաչում։ Դրանք իր սիրելի կանայք չէին, դրանք վրիժառու ոգիներ էին, դևեր։ Վախը նրանց հրեշի էր վերածել։ «Պետք չէ մեղք գործել», հաստատուն ասաց Վիկտորը։ «Ես կգնամ հենց հիմա, կգնամ անտառ, հին գետնատունը, ճահիճների մոտ։
Կմնամ այնտեղ, մինչև նրանք չհեռանան, իսկ եթե ոստիկանները գան, թող փնտրեն, գյուղում ես չեմ լինի, հետքերս ես կծածկեմ։ Կանայք լռեցին, մտածեցին, Աքսինյան գլխով արեց, ճիշտ ես ասում, գնա հենց հիմա, վերցրում այն ամենը, ինչ պետք է, եւ գնա, եւ որ հոդդ այստեղ չլինի, մինչև ես նշան չտամ։ Վիկտորը հավաքեց իր համեստ ունեցվածքը՝ դանակ, լուցկի, չորահաց, մուշտակ, համբուրեց քնած երեխաներին։ Առաջին անգամ բոլոր այս տարիների ընթացքում նա մտավ խրճիթ, որպեսի նայի նրանց։ Համբուրեց Վարյային ու Գալիային եւ գնաց գիշերվա մեջ, խավարի մեջ, անտառ։ Նա ապրեց ճահիճների մոտ գտնվող գետնատանը 2 շաբաթ։ Դա վերադարձ էր 55 թվական։ Մոծակներ, խոնավություն, մենակություն։ Նա նստած էր որջում ինչպես փորսուխ եւ լսում էր անտառը։ Ճյուղի յուրաքանչյուր ճարճատյուն նրան միլիցիայի քայլեր էր թվում։ Նա խարույկ չէր վարում, ուտում էր չորահաց, ջուր էր խմում ճահիճ, քամելով լաթի միջով։ Նա սպասում էր վերջին, բայց վերջը չէր գալիս։ Երկրաբանները հեռացան հաջորդ օրը։ Նրանք իսկապես մտան շրջանային միլիցիա, ասացին տարօրինակ գյուղի եւ տղամարդու հետքերի մասին։ Տեղամասային տեսուչը, ծույլ մայորը, ձեռքը թափ տվեց։ Այդ հին հավատացյալները, դե այնտեղ անտարի ոգին էլ ոտքը կկոտրի։ Ինչ փախստական, այնտեղ միայն արջեր են։ Լավ կստուգեմ մի օր, երբ առիթ վինի։ Եվ մոռացավ։ Առիթ չեղավ։ Վիկտորը վերադարձավ գյուղ 1 ամիս անց, նիհարած, վայրենացած, խելագար հայացքով։ Կանայք դիմավորեցին նրան, ինչպես մեռելներից հարություն արածի։ Լալիս էին, կերակրում, լվանում, բաղնիքում։ Վտանգն անցել էր, բայց վախը մնացել էր։ Այն բնակություն հաստատեց նրանց հոգիներում, ընդմիշտ։ Այժմ նրանք էլ ավելի զգույշ դարձան։ Վիկտորին տեղափոխեցին Գոմից։ Չափազանց մոտ էր, չափազանց տեսանելի, գետնատուն, որը փորեցին անտառում, գյուղից 1 կիլոմետր հեռու։ Մուտքը քողարկեցին այնպես, որ կանցնես 2 քայլի վրա եւ չես նկատի։ Նա դարձավ անտառի բնակիչ, ճգնավոր։ Կանայք նրան ուտելիք էին տանում գաղտնի, գիշերները, փոխելով երթուղիները, որպեսի արահետ չբացեն։ Նա գալիս էր գյուղ միայն ամենախուլ գիշերը, որպեսի օգնի տնտեսությանը կամ գրկի երեխաներին։ Դա արդեն կյանք չէր, դա գոյություն էր, սահմանագծին, խլուրդի կյանք, ստվերի կյանք, բայց նա ապրում էր, նա շնչում էր։ Նա տեսնում էր, թե ինչպես է մեծանում որդին։ Պետքան արդեն 6 տարեկան էր, նա ընդունակ տղա էր։ Նա սկսեց հաճախ փախչեր անտառ, նրան հետաքրքիր էր։ Նա զգում էր, որ անտառը պահում է ինչ-որ գաղտնիք։ Մի անգամ 65-ին նա գտավ գետնատունը։ Պատահաբար, վազում էր սկյուրի հետևից եւ հանդիպեց քողարկված մուտքին։ Վիկտորը լսեց խշշոցը, դարանակալեց դանակով, մտածեց գազան է կամ օտար մարդ, բայց տեսավ որդու խառը մազերը։ Պետքան մտավ գետնատուն, տեսավ մորթիների մեջ կորած մորուքավոր տղամարդուն եւ չվախեցավ։ Զարմացավ։ Դու ո՞վ ես, հարցրեց նա։ Անտառի ոգին։ Վիկտորը նայեց նրան, իր որդուն, եւ չկարողացավ ստել, բայց եւ ճշմարտությունը ասել չկարողացավ։ Ես անտառի պապիկն եմ, անտառի պահապանը։ Ես այստեղ եմ ապրում, գազաններին եմ պահպանում։ Պետքան հավատաց, աչքերը վառվեցին։ Իսկ դու կախարդական ես։ Մի փոքր, ժպտաց Վիկտորը։ Ուզում ես կսովորեցնեմ քեզ սուլել կաքավի պես։ Այսպես սկսվեց նրանց գաղտնի ընկերությունը։ Պետքան սկսեց վազել անտառի պապիկի մոտ գրեթե ամեն օր։ Վիկտորը սովորեցնում էր նրան կարտալ հետքերը, թակարդ դնել նապաստակների համար, տարբերել թռչուններին ձայներով։ Նա պատմում էր նրան հեքիաթներ տայգայի մասին, գազանների մասին, բայց այդ հեքիաթներում կյանքի իմաստություն կար։ Նա սովորեցնում էր որդուն լինել ուժեղ, ազնիվ, չվախենալ դժվարություններից։ Նա ներդնում էր նրա մեջ այն ամենը, ինչ չէր կարող տալ բացահայտ՝ իր հայրական սերը, իր փորձը, իր հոգին։ Վարյան գիտեր։ Նա տեսնում էր, որ որդին կորչում է անտառում։ Նա կռահեց, թե ում մոտ է վազում, բայց նա չարգելեց։ Նա հասկանում էր, որ որդուն հայր է պետք։ Թող այդպիսին, անտարային, գաղտնի, բայց հայր։ Նա միայն խնդրում էր պետքային. ոչ ոքի մի ասա պապիկի մասին, դա մեր գաղտնիքն է, եթե իմանան, նա կհեռանա ընդմիշտ։ Պետքան երդվում էր եւ պահում գաղտնիքը։ Նրա համար դա խաղ էր, հետաքրքրաշարժ, վտանգավոր խաղ լրտեսների մասին։ Նա չգիտեր, որ այդ խաղը իր հոր կյանքն է։ 67 թվականին մահացավ տատիկ Աքսինյան։ Մահացավ լուր, ինչպես ապրել էր։ Պարզապես պարկեց քնելու եւ չարթնացավ։ Տիխի կլուչի համար դա աղետ էր։ Աքսինյան պարզապես ավակ չէր։ Նա այն առանցքն էր, որի վրա պահվում էր ամբողջ համայնքը։ Նա գիտեր ինչպես բուժել հիվանդությունները, երբ ցանել, երբ հնձել, ինչպես պայմանավորվել տեղամասային տեսուչի հետ, ինչպես թաքցնել ծայրերը ջրում։ Նրա մահով գյուղը որբացավ։ Վարյան եւ Գալյան շփոթվեցին։ Նրանք սովորել էին, որ տատիկը որոշում է իրենց փոխարեն։
Այժմ նրանք ստիպված էին պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, իսկ ժամանակները փոխվում էին։ Երկիրը մտնում էր լճացման դարաշրջան, Բրեժնև, կայունություն, դեֆիցիտ, երշիկի հերթեր, բայց տիխի կլուչ էին հասնում միայն արձագանքները։ Տեղամասային տեսուչը սկսեց ավելի հաճախ գալ։ Այժմ դա նոր, երիտասարդ լեյտենանտ էր, ով ձանձրանում էր շրջանում, եւ նա արկածներ էր փնտրում։ Նա հոտառել էր, որ գյուղում թորում են ընտիր ինքնաթոր օղի մայրու ընկույզով, եւ սկսեց այցելել ստուգումներով։ Նրա յուրաքանչյուր այցը Վիկտորի համար տագնապի ազդանշան էր։ Կանայք կախում էին ցանկապատից կարմիր լադ, վտանգի նշան։ Վիկտորը տեսնում էր այն անտառից։ Նա դիտակետ ուներ բարձր մայրու վրա, եւ նա հեռանում էր ճահիճների խորքը, հեռավոր կացարաններ։ Նստում էր այնտեղ 2 օրով, մինչև լեյտենանտը չէր հեռանում, բեռնված շշերով եւ խորտիկներով։ 69 թվականին պետկան դարձավ 11 տարեկան։ Նա արդեն շատ բան էր հասկանում։ Նա տեսնում էր, թե ինչպես է մայրը նայում անտառի կողմը։ Տեսնում էր, թե ինչպես է նա գաղտնի հավաքում կապոցը ուտելիքով։ Եվ նա սկսեց կռահել, որ անտառի պապիկը պարզապես ճգնավոր չէ։ Մի անգամ նա հարցրեց Վիկտորին ուղիղ. «Դու իմ հայրն ես»։ Վիկտորը քարացավ։ Նա սուլիչ էր տաշում Մաշայի Գալիայի դստեր համար։ Դանակը ձեռքից ընկավ։ Նա նայեց որդուն։ Պետկայի աչքերում հարց չկար։ Այնտեղ հաստատում էր. տղան մեծացել է, նա գումարել է 2-2-ի։ «Ինչու ես հարցնում», խրպոտ հարցրեց Վիկտորը։ «Որովհետև դու նման ես ինձ, եւ մայրս լալիս է, երբ ես պատմում եմ քո մասին, եւ դու սիրում ես մեզ ոչ ինչպես օտար»։ Վիկտորը չստտեց։ Նա չէր կարող ստել որդուն, նայելով նրա աչքերին։ «Այո, պետք է, ես քո հայրն եմ»։ Տղան չնետվեց նրա վզին, նա նստեց կոճղին, լուրջ, մեծահասակ, տարիքին ոչ համապատասխան։ «Իսկ ինչով ես թաքնվում։ Դու ավազակ ես, դու սպանել ես մեկին»։ «Ոչ, որդիս, ես չեմ սպանել, ես փախել եմ բանտից, ինձ նստեցրել են ոչինչի համար, իսկ հետո ես փախա, որպեսզի չմեռնեմ, եւ ահա ապրում եմ»։ Պետկան լռում էր երկար, մարսում էր, հետո ասաց. «Ուրեմն դու պարտիզան ես, ինչպես կինոյում»։ «Թաքնվում ես թշնամիներից», Վիկտորը դառը քմծի ծախ տվեց։ «Դրա նման մի բան, որդիս, պարտիզան»։ Այդ օրվանից նրանց հարաբերությունները փոխվեցին։ Պետկան դարձավ ոչ միայն ընկեր, նա դարձավ մեղսակից, կապավոր։ Նա նորություններ էր բերում մեծ աշխարհից։ Գյուղում հայտնվեց ռադիոմարտկոցներով, պատմում էր այն մասին, թե ինչ է կատարվում երկրում։ 70 թվականին Մաշան, Գալիայի դուստրը, հիվանդացավ։ Ուժեղ տաքություն, զարանցանք, Աքսինիայի խոտաբույսերը արդեն չկային։ Վարյան եւ Գալյան բժշկությունից գլուխ չէին հանում։ Պետք էր տանել նրան շրջկենտրոն, հիվանդանոց, բայց ճանապարհները քանդվել էին անձրևներից, անցնել հնարավոր չէր։ Աղջիկը այրվում էր։ Գալյան հիստերիայի մեջ էր։ Նա կմեռնի, իմ աղջիկը կմեռնի։ Վիկտորը իմացավ այդ մասին պետկայից։ Նա եկավ գիշերը, խախտեց գաղտնիության բոլոր կանոնները, ներխուժեց խրճիթ, թաց, կեղտոտ, նայեց Մաշային։ Նա շնչում էր ծանր, խզզոցով, թոքաբորբ։ Նա հասկացավ դա անմիջապես, նա տեսել էր նման բան ճամբարում։ «Պենիցիլին է պետք, շտապ, ես կգնամ», ասաց նա։ «Շրջկենտրոն, դեղատուն կամ հիվանդանոց, կգողանամ, կգնեմ, կխնդրեմ, բայց կճարեմ»։ Կանայք սարսափած թափահարեցին ձեռքերը, «Քեզ կբռնեն, դու չէ որ վայրի ես, քեզ միանգամից կնկատեն»։ «Թքած», ասաց Վիկտորը, «թող բռնեն, կարևորը դեռը փոխանցել»։ Նա գնաց գիշերվա մեջ։ 30 կիլոմետր ցեխոտ տայգայով նա վազեց 4 ժամում։ Նա գնում էր մարդկային հնարավորությունների սահմանագծին։ Շրջկենտրոն հասավ լուսաբացին, դեղատունը փակ էր։ Նա կոտրեց ապակին, մտավ ներս, գտավ պենիցիլինը, ներյարկիչները, եւ այդ պահին միացավ ազդանշանային համակարգը։ Շրջկենտրոնում արդեն տեղադրել էին պարզագույն շչակներ։ Նա վազում էր բակերով, բանջարանոցներով, նրա հետևից վազում էր պահակը հրացանով, հետո միլիցիայի գազը։ Նա հասավ անտառ, պոկվեց, բայց նրան նկատեցին, տեսան ցնցոտյավոր տղամարդում, ով թալանել էր դեղատունը։ Այժմ նրան փնտրելու են, լուրջ են փնտրելու։ Նա վերադարձավ գյուղ կեսօրին, դեղը փոխանցեց պետկայի միջոցով։ Ինքը ներս չմտավ, վախենում էր դարանից։ Մաշային փրկեցին, ներյարկումները օգնեցին։ Աղջիկը սկսեց ապակինվել, բայց օղակը սեղմվում էր։ Շրջանում խառնաշփոթ սկսվեց, հարձակում դեղատան վրա։ Ավազակ տայգայում։ Միլիցիան սանրում էր անտառները։ Ուղղաթիռը թռչում էր տայգայի վրայով։ Վիկտորը նստած էր իր գետնատանը, մուտքը փակելով ճյուղերով եւ լսում էր պտուտակների դղրդյունը։ Նա հասկանում էր,
Սա վերջն է, վաղ թե ուշ նրան կգտնեն, շները դուրս կգան հետքի վրա, ուղղաթիռը կնկատի ծուխը, նա պետք է հեռանա ավելի հյուսիս, դեպի մանսիները կամ ընդհանրապես տունդրա, բայց ինչպես նա թողնի նրանց, Վարյային, Գալիային, երեխաներին, նա կապվել է նրանց հետ, նրանք նրա կյանքն են, առանց նրանց նա պարզապես փախստական կալանավոր է, դատապարտված մահվան։ Նա որոշեց մնալ, ռիսկի դիմել ամեն ինչով, նա տեղափոխվեց հին արջի որջը, որը գտել էր դեռ ձմռանը, մաքրեց այն, տաքացրեց, դա իդեալական թաքստոց էր, ոչ մի ուղղաթիռ չի տեսնի, շները կվախենան արջի հոտից, նա հատուկ ցրեց շուրջը արջի հին մորթին, նա ապրեց այնտեղ 1 ամիս լիակատար խավարի մեջ, սնվում էր չորահացով և ջրով, դուրս էր գալիս միայն գիշերը 1 րոպեով, օդ շնչելու, դա զգայական զրկանքի խոշտանգում էր, նա սկսեց կորցնել բանականությունը, խոսում էր ինքն իր հետ, տեսնում էր հալյուցինացիաներ, նրա մոտ գալիս էր մայրը, գալիս էր այն նույն կուս կազմակերպիչը, ում պատճառով նրան նստեցրել էին, նրանք նստում էին կողքին և թեյ խմում։ Բայց 1 ամիս անց ամեն ինչ հանդարտվեց, միլիցիան որոշեց, որ ավազակը գնացել է այլ մարզ կամ կորել է ճահիճներում, որոնումները դադարեցրին։ Վիկտորը դուրս եկավ որջից, նա նման էր կմախքի, պատված մաշկով, աչքերը վառվում էին խելագար կրակով։ Պետկան, տեսնելով նրան, լաց եղավ. «Պապա, ես մտածում էի դու մեռել ես»։ Վիկտորը գրկեց որդուն. «Ողջ եմ ես պետքա, ողջ, մեզ Կովալյովներիս այդքան հեշտ չես բռնի»։ 72 թվականին գյուղից հեռացավ երիտասարդությունը, Մաշան, առողջացած և մեծացած, մեկնեց քաղաք տեխնիկում։ Պետքան նույնպես պատրաստվում էր ընդունվել պրոֆտեխուսումնարան, տրակտորիստ դառնալու։ Գյուղը դատարկվում էր, մնում էին միայն Վարյան, Գալյան և նա, Վիկտորը, ծերերը մահացան, երիտասարդները ցրվեցին։ Տիխի կլյուչը մահանում էր, Վիկտորը հասկանում էր, շուտով այստեղ ոչ ոք չի մնա, և ինչ այն ժամանակ, նա կմնա մենակ մեռած գյուղում, ավերակների պահապան։ Ձմռանը 73-ի Վարյան բերեց թերթ, հին, անցյալ տարվա, որի մեջ փաթաթված էր ծովատառեխ, գնված շրջկենտրոնում։ «Նայիր, Վիտյա», ասաց նա, հարթեցնելով յուղոտ էջը, «այստեղ գրված է. Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր համաներման մասին, կապված ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի հետ»։ Վիկտորը կարդում էր դանդաղ, վանք առ վանք, նա սկսել էր մոռանալ գիրը։ Հրամանագրում ասվում էր, որ համաներման են ենթակա այն անձինք, ովքեր դատապարտվել են հանցագործությունների համար, որոնք մեծ հասարակական վտանգ չեն ներկայացնում, ինչպես նաև նրանք, ում վաղեմության ժամկետը լրացել է։ Վաղեմության ժամկետ։ Նա հաշվեց. 55 թվական, անցել է 18 տարի։ Նրա ազատազրկման ժամկետը 10 տարի, լրացած կլիներ 60 թվականին։ Գումարած փախուստը ևս 3 տարի, գումարած թաքցնելը։ Բայց եթե նա մահացել է, եթե նա չկա, իրավաբանորեն նա մաքուր է, դե կամ գրեթե մաքուր։ Նա մեռել է, իսկ մեռելներին չեն դատում, մեռելներին կարելի է միայն հարություն տալ։ Օրինականացման գաղափարը, որը նախկինում խելագարություն էր թվում, այժմ դարձավ կպչուն միտք։ Ինչ ունի նա կորցնելու։ Կյանքը որջում, մահը մենակության մեջ, իսկ այնտեղ, աշխարհում, անձնագիզ, թոշակ, մարդիկ։ Գուցե նա կարողանա ապրել նորմալ, Վարյայի հետ տանը, առանց թաքնվելու։ Կկարողանա գնալ խանութ, հեռուստացույց դիտել, ավտոբուս նստել։ Պարզ բաներ, որոնք նրա համար դարձել էին անհասանելի երազանք։ Նա մտածում էր այդ մասին ամբողջ գարուն, կշռադատում էր կողմ և դեմ։ Վարյան և Գալյան աջակցում էին նրան։ «Գնա, Վիտյա, գնա հանձնվիր, մենք կհաստատենք, որ դու այստեղ ես ապրել, որ չես գողացել, չես սպանել, որ օգնել ես, գուցե ներեն, ժամանակներն ուրիշ են, Բրեժնևը բարի է»։ Նրանք ոգնել էին վախենալուց, հոգնել էին թաքցնել նրան։ Նրանք ուզում էին հանգիստ, օրինական ծերություն, և նա որոշեց։ Հուլիսին 73-ի նա պատրաստվում էր դրան ինչպես վերջին մարտին։ Լվացվեց բաղնիքում, սափրվեց։ Առաջին անգամ 18 տարվա ընթացքում սափրեց մորուքը, թողեց միայն բեղերը, բայց այտերի խոզանակը այնքան կոշտ էր, որ ածելին բթանում էր։ Հագավ մաքուր վերնաշապիկ, որը Վարյան պահում էր սնդուկում հանգուցյալ ամուսնուց։ Տաբատ, կոշիկներ, փայլեցրեց դրանք ձյութով մինչև փայլելը։ Նայեց հայելուն և այնտեղից նրան նայում էր անծանոթ ծերունի, վախեցած աչքերով, բայց բիբերի խորքում վճռականությամբ։ «Դե Աստծով», խաչակնքեց նրան Վարյան, «գնա, մենք կաղոթենք»։ Գալյան լալիս էր։ Պետքան նա եկել էր արձակուրդ, առաջարկեց ուղեկցել հորը մինչև կայարան։ «Ես քեզ հետ, հայրիկ, եթե մի բան լինի, կպաշտպանեմ»։
Վիկտորը ժպտաց. «Պետք չէ որդիս, ես ինքս, սա իմ ճանապարհն է, իմ Գողգոթան»։ Նա դուրս եկավ գյուղից լուսաբացին, քայլում էր նույն ճանապարհով, որով ժամանակին սողացել էր, մահանալով։ Տայգան շշնջում էր շուրջ բոլորը, այն ճանապարհում էր նրան, իր գերուն, իր որդուն, իր գազանին։ Իվդել քաղաքի միլիցիայի բաժանմունքում, երբ անցավ առաջին ցնցումը, սկսվեց իրարանցում։ Մայոր Սինիցինը զանգահարում էր Մարզ, Սվերդլովսկ, ընկեր գնդապետ, այսպիսի գործ կա, մեռելը հարություն է առել։ Կովալ Վիկտոր Անդրեևիչ, փախուստի դիմաց 55 թվականից, ինքն է եկել։ Այո, նստած է դիմացս, ողջ է, կարծես թե մեղծունակ։ Մարզից հրամայեցին ձերբակալել, հարցաքննել, ստուգել ինքնությունը, սպասել հատուկ խմբի։ Վիկտորին նստեցրին նախնական կալանքի խուց, բայց ոչ որպես հանցագործի, այլ ավելի շուտ որպես թանգարանային նմուշի։ Միլիցիոներները գալիս էին նայելու նրան որպես զարմանահրաշք երևույթի, բերում էին թեյ, երշիկով բուտերբրոդներ։ Վիկտորը ուտում էր երշիկը, դանդաղ վայելելով յուրաքանչյուր կտորը, մոռացված քաղաքակրթության համը։ Հարցաքննությունները տևեցին մեկ շաբաթ։ Եկան քննիչներ Պակից, լուրջ տղաներ քաղաքացիական հագուստով։ Նրանք չէին հավատում, որ մարդը կարող էր 18 տարի ապրել տայգայում եւ վերջնականապես չվայրենանալ։ Կասկածում էին լրտեսություն, դիվերսիոն գործունեություն, կապ օտարերկրյա հետախուզությունների հետ։ Զառանցանք, իհարկե, բայց աշխատանքն է այդպիսին։ Վիկտորը պատմում էր ամեն ինչ ազնվորեն՝ փախուստի մասին, գետի մասին, գյուղի մասին, կանանց մասին, գոմի մասին, երեխաների մասին։ Նա անուններ չէր տալիս, ասում էր մի կին, մյուս կին։ Նա չէր ուզում նրանց հարվածի տակ դնել, բայց չեկիստները մանրախնդիր ժողովուրդ են։ Նրանք արագ գտան տիխի քլյուչը։ Այնտեղ գնաց օպերատիվ խումբը։ Այս անգամ Վարյան եւ Գալյան չվախեցան, նրանք սպասում էին դրան, նրանք դիմավորեցին միլիցիային հանգիստ, արժանապատվությամբ։ Այո, ապրել է, այո, օգնել է, այո, երեխաների հայրն է։ Ոչ, չի ստիպել, մենք ինքներս ենք ապաստան տվել, խղճացել։ Դատեք մեզ, եթե ուզում եք, ասաց Վարյան քննիչին, բայց մենք մարդուն փրկել ենք, իսկ դուք նրան գերեզման էիք քշում։ Քննիչը երիտասարդ տղա, նայեց նրանց կոշտուկավոր ձեռքերին, դատարկ խրճիծներին, Վիկտորի փորած խնամված բանջարանոցներին եւ հոգոց հանեց։ Ժամանակներն իսկապես այլ էին, ոչ 37 թվականն էր, ոչ էլ նույնիսկ 55-ը։ Կանանց ողորմածության համար նստեցնել ոչ ոք չէր ուզում։ Սվերդլովսկում այդ ընթացքում վճռվում էր Վիկտորի ճակատագիրը, իրավաբանական կազուս։ Փախուստի վաղեմության ժամկետը լրացել էր, հիմնական ժամկետը 10 տարին, նույնպես լրացած կլիներ։ Նա իր պատիժը կրել էր տայգայում, շատ ավելի վատ պայմաններում, քան ճամբարում։ Սվերդլովսկի մարզի Պակի վարչության պետը, ծանոթանալով գործին, կայացրեց Սողոմոնյան որոշում։ Գործը կարճել վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Կովալին օրինականացնել, տալ անձնագիր, օգնել աշխատանքի տեղավորման հարցում, բայց հսկողության տակ։ Թող ապրի, քանի որ ողջ է մնացել։ Դա հաղթանակ էր, կյանքի հաղթանակը, համակարգի նկատմամբ։ Վիկտորին անձնագիր տվեցին, նոր, կարմիր, ԽՍՀՄ զինանշանով։ Բնակության վայր Սյուլակում գրանցեցին Անտառտնտեսության հանրակացարանում։ Նրան առաջարկեցին պահակի աշխատանք, տվեցին միանավակ օգնություն։ Թվում էր ապրիր ու ուրախացիր, դու հաղթեցիր, դու վերադարձար, բայց այստեղ տեղի ունեցավ ամենասարսափելին։ Վիկտորը դուրս եկավ միլիցիայից, կանգնեց սանդուղքին։ Նրա առջև փռված էր Իվդել քաղաքը, մեքենաները երթևեկում էին, մարդիկ շտապում էին գործերով, բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, բենզինի, ասֆալտի փոշու հոտ, եւ այդ անդադար աղմուկը քաղաքակրթության ճնշող դղրդյունը։ Վիկտորին համակեց խուճապը, իսկական, կենդանական խուճապ։ Նրա գլուխը պտտվեց, նա շնչահեղձ էր լինում։ Տների պատերը նրան բանտի պատեր էին թվում։ Մարդիկ պահադախումբ, հրապարակի բաց տարածությունը վախեցնում էր նրան իր անպաշտպանությամբ։ Նա սովորել էր ապրել որջում, անտառում, ստվերում։ Այստեղ նա մերկ էր, խոցելի, օտար։ Նա մի քայլ արեց մեկ ուրիշը։ Ոտքերը չէին ենթարկվում։ Նա ուզում էր թաքնվել, խրվել հողի մեջ, փախչել անտառ։ Նա ապրեց հանրակացարանում 3 օր։ Դրանք դժոխային 3 օրեր էին։ Նա չէր կարողանում քնել զսպանակավոր մահճակալին, չափազանց փափուկ էր, պառկում էր հատակին։ Նա չէր կարողանում ուտել ճաշարանում, չափազանց շատ մարդիկ, բոլորը նայում են, զարկում գդալները։ Նա չէր կարողանում գնալ զուգարան, ընդհանուր, սալիկապատ, արձագանքող։ Նա նստում էր իր սենյակում, վարագույրները քաշած, եւ դողում էր։ Նրա մոտ գալիս էր պետկան։ Նա սովորում էր Իվդելում, պրոֆտեխուսումնարանում, ուտելիք էր բերում, փորձում էր խոսեցնել։ Հայրիկ, կսովորես, բոլորն էլ սովորում են,
Տես, ինչպիսի կյանք է, կինո, պաղպաղակ, պարեր։ Վիկտորը նայում էր որդուն դատարկ աչքերով։ Չեմ կարող, պետք է, իմը չէ սա, ես այնտեղ մահացա 55-ին։ Իսկ սա, որ այստեղ նստած է, ես չեմ, սա Կեղևն է։ Չորրորդ օրը նա անհետացավ։ Պարզապես գնաց, թողեց անձնագիրը սեղանին և մի գրություն. «Մի փնտրեք, ես գնում եմ տուն»։ Պետքան եկավ երեկոյան, տեսավ դատարկ սենյակը և հասկացավ. հայրը վերադարձել է իր տարերքին, տայգա։ Միլիցիան նույնիսկ չփորձեց նրան փնտրել։ Մայոր Սինիցինը, իմանալով փախուստի մասին, միայն ձեռքը թափդվեց. «Թող գնա, անտարի ոգուն վանդակում չես պահի, նա իր ընտրությունը կատարել է»։ Վիկտորը քայլեց դեպի Տիխի կլուչ 2 օր։ Նա չէր գնում ճանապարհով, նա գնում էր անտառով, կտրում անկյունները, անցնում ճահիճը։ Եվ յուրաքանչյուր քայլի հետ նա թեթևանում էր։ Քաղաքի աղմուկը մարում էր, օդը դառնում էր մաքուր, համեղ, անտառը ընդունում էր նրան։ Ծառերը ողջունելով խշշում էին, թռչունները չէին վախենում։ Նա գնում էր տուն։ Երբ նա դուրս եկավ անտառի եզր և տեսավ ծանոթ տանիքները, որոնց ծխնելույզներից ցուխ էր բարձրանում, նա երջանկությունից լաց եղավ։ Վարյան տեսավ նրան պատուհանից, վազեց դուրս, սանդուկ։ «Վիտյա, վերադարձար»։ Նա չհարցրեց ինչու։ Նա ամեն ինչ հասկացավ նրա դեմքից, նրա աչքերից, որոնցում կրկին հանգստություն էր հայտնվել։ Նա գրկեց նրան, շնչեց հարազատ տան հոտը, ծխի, հացի և հին ոչխարենու հոտը։ «Ես այստեղ եմ, Վարյա»։ Ես էլ ոչ մի տեղ չեմ գնա, երբեք։ Նա բնակվեց նույն խրճիթում, բայց հիմա նա չէր թաքնվում գոմում։ Նա ապրում էր բաց, պաշտոնապես, նա անձնագիր ուներ։ Պետքան այն կբերի հետո, բայց այն ընկած կմնա սնդուկում, ամենահատակին, այն պետք չէր։ Այստեղ, Տիխի կլուչում, անձնագիր չէին հարցնում, այստեղ նայում էին ձեռքերին և խղճին։ Գյուղն այդ ժամանակ գրեթե մահացել էր։ Գալյան մեկնել էր դստեր մոտ, քաղաք։ Մնացել էին միայն Վիկտորն ու Վարյան, 2 ծերունի լքված աշխարհում։ Նրանք ապրում էին բնատնտեսությամբ, այծեր, բանջարանոց, անտառ։ Պետքան գալիս էր նրանց մոտ հանգստյան օրերին, բերում էր մթերք, օգնում տնտեսությանը։ Նա փորձում էր համոզել նրանց տեղափոխվել։ «Դե ինչով եք այստեղ նստել բույի պես, ձմռանը ձյունը կփակի, դուրս չեք գա։ Գնացինք ինձ մոտ, ես բնակարան եմ ստացել»։ Վիկտորը տարուբերում էր գլուխը. «Ոչ, որդիս, այստեղ է իմ տունը, այստեղ է իմ կամքը։ Այնտեղ ձեզ մոտ բետոնե վանդակներ են, իսկ այստեղ երգինք»։ Նրանք ապրեցին այսպես ևս 12 տարի։ Դրանք Վիկտորի կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, հանգստության տարիներ, ազատության տարիներ։ Նա քայլում էր անտառով, չթաքնվելով, որս էր անում, ձուկ բռնում։ Նա գիտեր յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր արահետ։ Նա այս հողի տերն էր ոչ թե փաստաթղթերով, այլ սիրո և ցավի իրավունքով։ Վարյան կողքին էր, լուռ, հավատարիմ, սիրող։ Նրանք հասկանում էին միմյանց առանց խոսքերի, նրանց պետք չէր խոսել։ Նրանք միասին ապրել էին մի կյանք, որը տեղավորել էր իր մեջ այնքան բան, որքան ուրիշներին բաժին չի հասնում նույնիսկ 100 տարում։ 85 թվականին Վիկտորը մահացավ, խաղաղ, քնի մեջ։ Պարզապես սիրտը կանգ առավ։ Մաշված շարժիչը, որն աշխատել էր սահմանագծին 30 տարի, վերջապես հանգավ։ Վարյան գտավ նրան առավոտյան։ Նա պառկած էր նստարանին, սրբապատկերների տակ, ժպիտը դեմքին, հանգիստ, ազատ։ Նրան թաղեցին հին գյուղական գերեզմանատանը, տատիկ Աքսինիայի կողքին։ Պետքան բերեց խաչ, պարզ, փայտե։ Վրան փորագրեց մակագրություն. «Վիկտոր Կովալ, մարդ, որը վերադարձավ»։ Չկային ծննդյան և մահվան տարեթվեր։ Ինչի համար։ Անտառի համար ժամանակ գոյություն չունի։ Վիկտորը դարձավ անտառի մի մասը, լեգենդի մի մասը։ Վարյան ապրեց նրանից 2 տարի ավել։ Նա մարեց արագ, ինչպես մոմը, որի մոմը վերջացել է։ Առանց նրա նա ապրելու իմաստ չուներ, նրան թաղեցին կողքին։ Հիմա նրանք պառկած են միասին բարձր մայրիների տակ, որոնք խշշում են քամուց, պատմելով նրանց պատմությունը, պատմություն փախուստի մասին, որը դարձավ վերադարձ, բանտի մասին, որը դարձավ տուն, սիրո մասին, որն աճեց վախից և հուսահատությունից, ինչպես ծաղիկը քարերի վրա։ Եվ ահա, երբ պատմությունը պատմված է, լռությունը թվում է հատկապես ծանր, իսկ աչքերի առջև միևնույն է կանգնած է այդ գոմը՝ մութ,